Իլհամ Ալիևը պետք է շարունակի ականջահաճո նաև հայտարարություններ անել եւ հետ չգնալ իր ուղուց, որովհետև նա միշտ հայտարարել է, որ լինելու է Զանգեզուրյան միջանցք, եւ եթե հիմա նա դադարի ասել, որ Զանգեզուրյան միջանցք, ապա դա կնշանակի, որ նա հետ է կանգնել իր խոսքից, բայց նա շարունակում է օգտագործել այդ տերմինը, բայց կարևոր է թե տերմինի տակ ինչ կոնկրետ գործողություններ ի հայտ կգան եւ քանի որ մենք ունենք արդեն օգոստոսի 8-ի հուշագիրը եւ այնտեղ սեւս սպիտակի վրա գրված է թե ինչ ռեժիմ է գործելու, չեմ կարծում թե ինչ որ այլ անակնկալներ բացասական անակնկալներ կարող են ի հայտ գալ։ Հետևաբար շատ մեծ ուշադրություն չի դարձնի Ալիևի հռետորաբանությանը, նամանավանդ որ նույն հռետորաբանությանը կտրուկ նվազել է, այդ կտրուկ կոշտ հռետորաբանությունը մի փոքր իհարկե նորից ի հայտ եկավ նույնիսկ իր ելույթի ընթացքում, բայց համենայնդեպս դա այն չէ, ինչ կար առաջ։ Հետևաբար դա ես կարծում եմ դրական դինամիկա է։